Թրամփը հայտարարել է. Մարտի 18-ին Ուկրաինայի հարցով կխոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Reuters-ը։ Ես կխոսեմ Պուտինի հետ երեքշաբթի օրը, հանգստյան օրերին շատ աշխատանք է կատարվել։ Ցանկանում ենք տեսնել, կարող ենք արդյոք վերջ դնել այս պատերազմին։ Գուցե կարող ենք, գուցե չենք կարող, բայց ես կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություններ ունենք, ասել է Թրամփը։ Կրեմլից էլ հաստատել են, Պուտինը վաղը խոսելու է Թրամփի հետ։ Ռուս-ուկրաինական խաղաղ կարգավորման շրջանակում Ռուսաստանը կպահանջի անվտանգության ամուր երաշխիքներ, Ուկրաինայի չեզոք կարգավիճակ եւ ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության բացառում։ ՌԴ փոխարտգործնախարարի հայտարարությունն է։ Վերջինս դեմ է արտահայտվել Ուկրաինայում խաղապահ առաքելության տեղակայմանը, հավելել. Խաղաղության պայմանագիրը կարող է ենթադրել անզեն դիտորդների քաղաքացիական առաքելության ներկայություն, որը կվերահսկի համաձայնագրի որոշ կետերի կյանքի կոչումը։ Ընդգծել, ցանկացած սցենար պետք է քննարկվի պայմանագրի ստորագրումից հետո։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Լավրովը նախորդին հեռախոսազրույց են ունեցել։ Ռուսաստանի արտգործնախարարությունը նշում է, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Ըստ պետդեպարտամենտի Ռուբիոն Լավրովին պատմել է Եմենում հութիների դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների մասին։ Ամերիկյան կողմը նաեւ նշում է, որ կողմերը քննարկել են փետրվարին Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպումներից հետո հետագա համագործակցությունը։ Վատիկանն առաջին անգամ հիվանդանոցից Հռոմի պապի լուսանկարներ հրապարակել։ Լուսանկարը հավանաբար հիվանդանոցի մատուռում է արված։